Պարոն Օհանյան, այսօր Խաչատուր Սուքիասյանը ԿՊԱ-կան պատգամավոր հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ արցախցիները չեն կռվել, ինֆորմացիա են հաղորդել, սաբոտաժ են արել, դուք ակտիվորեն ներգրավված էիք այդ ժամանակ պատերազմական գործողություններին, արդյոք արցախցիները իրոք այդպիսին են եղել։ Կարծում եմ, որ ինքնին արցախցիների եւ հայաստանցիների միջև տարբերություն դնելը ճիշտ չէ եւ նաեւ տեղեկություններ տարածելը, որ այս կամ այն հատվածը չի կռվել, կարող են իրականացնել մարդիկ, որոնք որ իրականում տիրապետում են բոլոր մարտական գործողություններին, ռազմական գործողությունների թատերաբեմում տեղի ունեցած իրադարձություններին, բայց միևնույն է, տարբերակելը ճիշտ չէ եւ կարծում եմ Խաչատուր Սուքիասյանը ոնց որ ներողություն էր խնդրել դրա համար իրականում տեսեք Արցախյան թատերաբեմում ռազմական գործողությունների ինչ է տեղի ունեցել ընդհանուր Արցախի պաշտպանության գոտին 283 կիլոմետր էր եւ այդ 283 կիլոմետրում երկու ուղղությամբ մխրճում է եղել հյուսային ուղղությամբ Մարտակերտի ուղղությամբ այդ մխրճումը կանգնեցվել է բայց հարավային ուղղությամբ մխրճումը չի կանգնեցվել եւ բայց միևնույն ժամանակ այդ 285-ից մոտ 260 կիլոմետրը մեկ ամիս մինչև հոկտեմբերի 27-ը պահվել է եւ կարելի ասել որ պաշտպանության բանակը իր հիմնական հակառակորդի այսպես ուղղությամբ իր խնդիրը կատարել է այստեղ մեծ խնդիրը կայանում է նրանում որ իրենց արժև դրված պարտականությունների կատարման համար պատասխանատու են այն մարդիկ, ովքեր որ այդ ռազմական թատերաբեմը տարածային առումով, ժամանակի առումով, զորքերի դասավորվածության եւ նաեւ վերախմբավորումներ կատարելու ու պաշտպանության բանակը անդադ համալրելու առումով իրենց պարտականությունները չեն կատարել եւ հարավային ուղղությամբ մխրճման ամբողջ շարժը հակառակորդի եթե սլաքներով արտահայտենք այդ սլաքները հետեւյալն են 52 կիլոմետր ուղիղ մինչև Շուշի մոտ 60-65 կիլոմետր մինչև Մեջշենի հատվածները Հադրութից վերևի հատվածները ուրեմն 92 կիլոմետր մինչև Սև լիճը եւ 80-85 կիլոմետր մինչև Գորիս Կապան Մեղրի հատվածները այդ հատվածների պատասխանատվությունը դրված է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա եւ իրենք դրա համար պետք է պատասխանատվություն կրեն Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տարբեր հատվածներում մարտնչելուն, կարծում եմ, որ եւ հրամանատարները եւ զինվորները մեղավոր չեն, իրենք իրենց արժեվ դրված խնդիրը կատարել են, իրենք օրինակ Ասկերանի հատվածի հրամանատարը մեղավոր չէ, որ հարավային ուղղությամբ մխրճում է տեղի ունեցել։ Եվ նաեւ հարավային ուղղությամբ էլ գլոբալ առումով հրամանատարը ինքը մեղավոր չէ, որովհետև հակառակորդը այդ ուղղությամբ է դասավորել իր գլխավոր հարվածի ուղղությունը եւ այդ ուղղությամբ է ինքը կուտակել ամբողջ ուժը։ Խնդիրը կայանում է նրանում, որ այն ղեկավարը պետք է այդ ամեն ինչը պատկերացներ եւ ուժերի վերախմբավորումներով եւ պաշտպանության բանակին աջակցությամբ տաներ այդ հատվածը փակիր։ Եվ այստեղ կարծում եմ, որ այն քննիչ հանձնաժողովը, որ գոյություն ունի, որը այսօր քննում է պատերազմի հետևանքները, պետք է գնահատական տա ոչ միայն, ասենք, հրամանատարներին, զորային հրամանատարներին, այն իշխանության բոլոր այն թևերին, որոնք այդ պատասխանատվությունը իրենց վրա զգում են։ Շնորհակալություն։ Եվ ես մի ավելում էլ անեմ, որովհետև մեր ժողովրդի մոտ թյուր ըմբռնում կա սեպտեմբերի
2023 թվականի սեպտեմբերի 9-ի գործողությունների մեջ։ 20 թվականի պատերազմից հետո ինչպիսի դասավորվածություն էր ստեղծվել պաշտպանության Արցախում, մանավանդ Ակնայի, Քարվաճարի եւ Քաշաթաղի հանձնելուց եւ մնացած հատվածների հանձնելուց հետո մի անկլավային այսպես վիճակ միայն Լաչինի միջանցքով եւ նախկին պաշտպանության բանակի պաշտպանության այսպես համատարած խրամատային դասավորվածությունը փոխարինվել էր օջախային դասավորվածությամբ պաշտպանության հատվածի եւ մանավանդ որ այդ օջախային դասավորվածության ժամանակ դիրքերի միջև հեռավորությունները բավականին շատ էին ոչ միայն նրանից ելնելով որ պաշտպանության բանակը կամ Արցախի ղեկավարությունը դա ուզում էր այլ նաեւ իրենց ուժերի քանակից ելնելով երբ որ նաև Հայաստանի Հանրապետությունից համապատասխան աջակցություն չկար։ Ադրբեջանը իր ռազմաքաղաքական ղեկավարությամբ, իր հանցագործ պահվածքով ինչպիսի քաղաքականություն ընտրեց, այսպես ճակերտներով ասած, հակահաբեկչության դեմ պայքարի իրենց գործողություններով։ Իրենք այդ դիրքերի, օջախային դիրքերի, որոնց հեռավորությունը մեկը մյուսից շատ հեռու էին։ Ուրեմն այդ դիրքերի շուրջը մարտական գործողություններ ծավալեց, որտեղ որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները, որտեղ կային եւ արցախցիներ, եւ նաեւ կամավորական հայաստանցիներ, եւ նաեւ Սփյուռքից զինծառայողներ կային, հերոսաբար պահել են այդ դիրքերը, զոհվել են, ես հիմա թվեր չեմ կարող ասել, բայց 200-ից ավելի թվեր են ասում դրա մասին, բայց միևնույն ժամանակ, քանի որ իրենք պարզ ասած այս մարտական գործողություններով զբաղեցրել էին այդ դիրքերի անձնակազմին, իրանք թվային գերակշռություն ունենալու պայմաններում կարողացել էին արանքներով մտնել եւ Արցախը ամբողջությամբ Արցախը եւ Արցախի շրջանները մեկը մյուսից մասնատել։ Հիմա երբ որ խոսում են, ասում են 100 տանկ եք թողել, այնտեղ եթե 1000 տանկ էլ լիներ, այդ մասնատված պարագայում ոչ ոք չէր կարող լիակատար պաշտպանություն իրականացնել։ Խնդիրը հենց կայանում է դրանում, որովհետեւ առանց Հայաստանի քաղաքական, առանց Հայաստանի նաև ուժային աջակցության մանավանդ երբ որ Հայաստանի իշխանությունները այդ պահին ասում էին, որ խաղաղ բնակչությանը համար ոչ մի վտանգ չկա Արցախում, բայց իրականում տարբեր հատվածներում այդ մասնատումից հետո բնակավայրերի, համայնքների վրա հարձակման ժամանակ նաև խաղաղ բնակչությունն է տուժել։ Սա է ամբողջ իրականությունը, որ հայ ժողովուրդը պետք է իմանա եւ այս պարագայում ես ընդհանուր առմամբ կոչ կանեի բոլորին, մանավանդ իշխանություններին, որ այդ միջ ազգային, չգիտեմ, միջանձնային ատելությունը ներազգային տարբեր հատվածների նկատմամբ չսերմանեին, այլ ընդհակառակ իրենք կանխեին։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։